Թուրքիային եւ Ադրբեջանին խփելը, առայժմ խփել բառը օգտագործենք, հա, հետո կհասկանանք դա ինչ էր։ Փոխում է պատկերը հակամարտության։ Իրականում մենք դեռ պետք է այս իրադարձությունների այդ երկու միջադեպերի դետալները ավելի լավ հասկանանք եւ ավելի շատ մանրամասներ հայտնի դառնան, որովհետեւ եթե նայում ենք իրանական կողմի դիրքորոշումներին, ապա առնվազն իրենք հերքում են։ Կոնկրետ այսօր Նախիջևանի ուղղությամբ այդ գործողությունների հետ կապված արդեն բազմաթիվ հերքումներ են տարածել, սկսած զինված ուժերի գլխավոր շտաբը, այդ թվում նաեւ արտգործնախարար, փոխարտգործնախարար, այս առումով դեռ պետք է հասկանանք, թե իրականում ինչ է կատարվել, բայց եթե դիտարկում ենք այն տարբերակը, որ Իրանը իսկապես հարվածել է եւ թուրքական ուղղությամբ եւ ադրբեջանական ուղղությամբ, մեզ համար առնվազն մի քանի սցենար է բացվում։ Սցենարներից մեկը հետեւյալն է, կոնկրետ օրինակ Նախիջևանի հետ կապված։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի հետ կապված Իրանը մշտապես ունեցել է մտավախություն, որ այս երկրի տարածքը կարող է իր դեմ օգտագործվել եւ հավանական է, եթե իսկապես այդ հարվածը տեղի ունեցել, պատճառներից մեկը կարող է լինել այն, որ իրանական կողմը ունեցել է նման մտավախություն, որ այդ տարածքից իր դեմ գործողություն կարող է ձեռնարկվել, ուստի դրանը տեղեկություն կամ առնվազն մտավախություն, որը ունեցել են նախորդ տարիներին եւ դրա հիման վրա էլ գծել են իրենց պլանը այս պատերազմի համար։ Մյուս այսպես հնարավոր տարբերակներից մեկը դա ճնշման գործոնն է։ Մենք տեսնում ենք, թե ինչքան շատ է Իրանը թիրախավորում տարածաշրջանի արաբական երկրներին ու ոչ միայն ռազմական ենթակառուցվածքները, ընդհանուր նաև մինչև Կիպրոս, տվյալ դեպքում ռազմական Մեծ Բրիտանիայի ռազմաբազը, բայց ամեն դեպքում տեսնում ենք, որքան լայն է աշխարհագրությունը եւ եթե Իրանը իսկապես էլ ավելի է լայնացնում աշխարհագրությունը, սա կարող է նպատակ հետապնդել ճնշումը մեծացնելու եւ առհասարակ տվյալ երկրների միջոցով նահանգների միանշանակ այո պատերազմի գինը բարձրացնելու ու ցույց տալու թե դա նաև ինչ-որ հակասական է, ինչու, որովհետև երբ Իրանը այդքան շատ երկրների է թիրախավորում հաշվարկելով, որ դրանով բարձրացնում է պատերազմի գինը եւ այդ երկրներին ստիպում է ճնշում գործադրել Միացյալ Նահանգների ու Իսրայելի վրա պատերազմը դադարեցնելու համար, բայց այստեղ կա նաև մյուս կողմը, դա կարող է նաև այդ երկրներին ստիպել Իրանի դեմ ինչ-որ գործողություններում մասնակից լինելու համար, այսինքն իրավիճակը այս առումով շատ փխրուն է եւ իրանական այդ հաշվարկը, որը եթե դրված է ճնշում գործադրելու վրա, կարող է վերջը նաև իր դեմ ուղղվել։ Այս օրերին, կոնկրետ այսօր, մենք օրինակ Ադրբեջանի դեպքում տեսնում ենք շատ հուժկու հռետորաբանություն, ինչը նաև շատ հատկանշական է ու հատուկ ուշադրության է արժանի կարծում եմ նաև հետագա զարգացումների համատեքստը։ Այսինքն, բացի բողոքի նոտայից Ադրբեջանը սպառնում է այլ գործողության։ Տեսեք, Եթե հավատանք այդ հայտարարություններին։ Առնվազն այդ գործողությունը որակում է ահաբեկչական, ինչը շատ հետաքրքիր բնորոշում է։ Նման փորձառություն իրենք արդեն իսկ ունեն, երբ որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն էին որակել ահաբեկչական, որը իրականում անձնական հողի վրա տեղի ունեցած գործողություն էր, բայց Ադրբեջանը առիթը օգտագործեց Իրանի վրա հավելյալ ճնշում գործադրելու համար։ Ու այսօրվա դրությամբ նաև արդեն հայտնի է դարձել, որ իրենք փակում են Իրանի այդ սահմանը ու նաև տարանցման նպատակով բեռնատարների անցումը չեն թույլատրում, այսինքն առնվազն այս ուղղությամբ գործողության դիմել են, սա կախված նրանից թե որքան կտևի, կարող է իրանական կողմի համար որոշակի ազդեցություն ունենալ բեռների արտահանում ներկրման տեսանկյունից, ու մանավանդ Ադրբեջանի տարածքով հիմնական ուղղությունը դեպի Ռուսաստանի Դաշնությունն էր։ Իսկ ռազմական գործողության ռազմական գործողության Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի կողմից։ Այդ մասով իրականում ցամաքային գործողություն։ Իրականում կդժվարանամ նման պնդումներ անել։ Մեր զորքերը բերվել են թիվ 1 պատրաստության։ Այս իրավիճակում կարծում եմ դա տրամաբանական էր, որ նման հայտարարություն կանեին, մինչև այդ էլ արդեն կային որոշակի նման գործողություններ, բայց թե արդյոք կգնան ինչ-որ ռազմական գործողությունների, դա ես չեմ կարող ասել, կարծում եմ Ադրբեջան անկետները նաև ավելի լավ կկարողանան մեկնաբանել դա։ Իրան-Հայաստան սահմանին էլ են կուտակումներ առաջացել։ Իրանական կողմից անցակետերում խնդիր կա ու կապի խափանման հետևանքով փաստացի այո անցակետը խափանումներով է գործում ու մարդկանց հոսքի կուտակումներ կան։ Հայտարարված պատճառը համենայն դեպս դա է, այլ ինֆորմացիա մենք չունենք այդ մասով։ Դեպքերը գոնե վկայում են տրամաբանորեն այն մասին, որ Իրանը Հայաստանից ավելի քիչ զգուշանալու բան ունի, քան Ադրբեջանից։
Միանշանակ, եթե համեմատում ենք զուտ նախորդ տարիների տարբեր զարգացումները, ապա այդ բոլոր զարգացումներում, մասնավորապես նկատի ունեմ Իրան-Իսրայել հակամարտության կոնտեքստում, Ադրբեջանի անունը պարբերաբար հոլովվել է։ Թե օրինակ Իրանի տարածքում ԱԹՍ հայտնվելու միջադեպի համատեքստում, թե Իրանից տարբեր միջուկային ինֆորմացիաների արտահոսքի համատեքստում կամ միջուկային գիտնականների դեմ գործողությունների համատեքստում։ Այս առումով էլ Ադրբեջանը միշտ առնվազն իրանական փորձագիտական հանրույթի շրջանում թիրախավորված է եղել եւ կա այդ անվստահությունը։ Հայաստանի դեպքում մենք երբեք նման խնդիր չենք ունեցել եւ Հայաստանի տարածքից երբևէ ինչ որ հակաիրանական գործողություններ չեն եղել։ Ադրբեջանը կարող է օգտագործել էթնիկ գործոնը Իրանում։ Կախված է նրանից, կարծում եմ, թե տվյալ պահին Ադրբեջանը ինչ առաջնահերթություն կդնի իր առջև, որովհետև եթե մենք մինչև այսօրվա ադրբեջանական կողմի հռետորաբանությունն էինք նայում եւ ադրբեջանական մամուլի մոտեցումները, իրենք դեռևս առանձնապես չէին շահարկում Իրանի թյուրքախոսների հարցը ու շատ ավելի բալանսավորված էին փորձում դիրքավորվել, հանդես գալով այսպես խաղաղության օգտին, բայց եղել են իհարկե մի շարք դեպքեր, երբ Ադրբեջանը թիրախավորել է այդ օգտագործել է այդ գործոնը նույն ամենաթարմ դեպքերից 2022 թվականը, երբ Իրան-Ադրբեջան հարաբերությունները խիստ լարված էին։ Ու հիմա այս հնչյատեպից հետո արդեն չեն կարող բացառել, որ այս քարոզչական պլանում առնվազն իրանական թյուրքախոսների գործոնը կարող են սկսել շահարկել ու արդեն այսօրվա դրությամբ 1-2 դեպք կա, դեռ պետք է սպասենք հասկանանք արդյոք դա շարունակականության միտում ունի թե ոչ, բայց այս համատեքստում չենք կարող բացառել, թե կարող են այդ գործոնը սկսել շահարկել եւ օգտագործել։ Այսինքն չեն կարող բացառել, որ Ադրբեջանին անգամ կարող են ստիպել միանալ հակամարտությանը։ Ստիպել չգիտեմ, կարծում եմ Ադրբեջանը իր շահերից ելնելով կորոշի արդյոք ինչ գործողությունների է դիմում, առնվազն պետք է սպասել հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ է գնում ադրբեջանական կողմի գործողությունների տրամաբանությունը, քանի որ միջադեպը հենց այսօր է եղել եւ զարգացումները նոր են սկսում, դեռ առաջիկա մի քանի օրը։ Բաքուջեյանը հավանական թիրախ է։ Չեմ կարող ասել, թե ինչ թիրախներ ունեն իրանցիները իրենց ցուցակում, դա արդեն Բաքուջեյանից ինչքանով ես գիտեմ, օգտվում է նաև Իսրայել։ Այո, օգտվում է, գուցե իրանական այսպես ժամանակացույցում, հա, իրենց թիրախների, գուցե կախված իրավիճակից, ի վերջո նման թիրախել ունենան, բայց ես չեմ կարող նման պնդում անել, թե այո, անպայման թիրախավորելու են կամ կա այդ ցուցակում թիրախների։ Միտումը թերևս այն է, չգիտեմ կհաստատեք թե չէ, Ժանա, որ Իրանը կարող է էներգետիկ կոլապսի հասցնել ռեգիոնում։ Իրանը առնվազն փորձում է այդ ուղղությամբ ճգնաժամ ստեղծել ու դրա մասին են վկայում արաբական երկրներում էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը եւ Հորմուզի նեղուցի սահմանափակումը, այսինքն սա արդեն իսկ ճգնաժամ է հարուցում ու նաեւ հենց սա էլ է այն պատերազմի գինը բարձրացնելու համատեքստում, որ ցույց տալ, որ իր դեմ պատերազմը խնդիրներ է հարուցում ամենատարբեր ոլորտներում եւ ազդում է բոլորի վրա, ոչ միայն տարածաշրջանային երկրների, այլ նաեւ այդ երկրների հետ հարաբերվող մյուս երկրների վրա, որոնք թեև տարածաշրջանից չեն, ու առհասարակ համաշխարհային մի շարք այլ դերակատարների վրա։ Քիչ առաջ Մոսկվայի մեր զրուցակիցը ասում էր, Ռուսաստանը այս պահին շահում է նավթի եւ գազի գնի թռիչքից։ Գուցե այն երկրները, ովքեր զբաղվում են նավթի վաճառքով եւ այս պահին իսկապես Հորմուզի նեղեցի փակման հետևանքով նավթի գները աճել են, այո, կարող են այդ երկրները այդ եւ գնի բարձրացումից շահել եւ ռուսական կողմի դեպքում նաեւ քանի որ Իրանի նավթի հիմնական գնորդը Չինաստանն է, գուցե նաեւ նրա համար առաջանա հնարավորություն այդ մատակարարը դառնալու, այսինքն այս առումով այս ասպեկտը եւս կա, եթե Իրանը չի կարողանում այս պայմաններում մատակարարել օրինակ Չինաստանին իր նավթը։ Իրանը ունի այս պահին հստակ երևացող դաշնակից։ Հստակ դաշնակից ինչպես որ ունի Իսրայելն է, Իրանը ոչ չունի,
Բայց առնվազն քաղաքական դաշտում հռետորաբանական մակարդակով երևի թե կարող ենք մատնանշել Ռուսաստանին եւ Չինաստանին, այլ Իրանի դիրքերից հանդես եկող կամ առնվազն չեզոք գոնե հանդես եկող դերակատարները շատ քիչ են եւ որպես ռեալ դաշնակից Իրանի համար իր պրոքսիներն են, որոնք սակայն շատ թուլացած են եւ որոնց գործողությունների այդ հնարավորությունները եւս սահմանափակ են, թեկուզ հենց Հեզբոլլահը եւ մյուս ուժերը Սիրիայի մասին այլևս չենք խոսում, որովհետեւ Սիրիան ըստ էության այլևս Իրանի դաշնակից պետությունը չէ, ինչը իհարկե շատ մեծ հարված էր Իրանին։ Պեսկովը այսօր ասում է Իրանը մեզ չի դիմել օգնության հարցով, իսկ եթե դիմի կախված է նրանից թե ինչ տեսակի օգնության մասին է խոսքը եւ ինչ է ակնկալում Իրանը։ Համենայն դեպս պատերազմից առաջ Իրանը ակնկալում էր զենքեր, սպառազինություն եւ Իրանը պայմանագրեր էր կնքում ռուսական կողմի հետ, բայց բնական է, որը ենթադրաբար ինչ որ ուրեմն սպառազինություն ստացել է, կարծեմ գործանիշներից առնվազն ինչ-որ խմբականակ ստացել է, բայց քանի որ հնարավոր չէ միանգամից պայմանագիր կնքել եւ ստանալ, դա գործնականում անհնար է։ Բնականաբար շատ ապրանքներ ստանալու էր հետագա առաջիկա տարիների ընթացքում ու այս առումով շատ գործարքներ մնացել են դեռևս անկատար։ Ժանա, այդ Իրանի շուրջ շրջանակը մենք որոշակի նկարագրեցինք։ Իսկ Իրանի ներսում ինչ կարող է տեղի ունենալ։ Իրանի ներսում այս պահին դեռևս այսպես սպասողական վիճակ է։ Ինչքանով փորձեր գերագույն առաջնորդը ընտրելու նկատի ունեք թե անկարգությունների ցույցերի։ Հա, Իրանի ներսում առաջացնել քաղաքացիական ընդդիմության ալի։ Այս պայդրությամբ իհարկե ինչ-որ նշմարումներ կան որոշակի այսպես բողոքի օջախների, բայց դրանք շատ քիչ են եւ շատ սահմանափակ են ու չեն կարող խոսել բողոքի ալիքի արկայության մասին այս պահին։ Այլ հարց է, թե արդյոք նման խնդիր կդրվի թե ոչ, եւ եթե դրվի, ապա երբ կդրվի նման խնդիր, արդյոք հիմա պատերազմական գործողությունների փուլում, թե պատերազմի ավարտից հետո, որովհետեւ պատերազմի ավարտից հետո հաստատ շատ ավելի հեշտ է դա անելը, որովհետեւ Իրանը լինելու է այնպիսի Իրան, որը առնչվում է ճգնաժամերի ամենատարբեր ոլորտներում՝ տնտեսական կոլապս, էներգետիկ խնդիրներ, ռազմական կարողությունների մասին այլևս չենք հիշատակում հաշվի առնելով այս պատերազմին գրած վնասները։ Այսինքն Իրանը դուրս է գալիս ճգնաժամերի մեջ խրված ու այդ պայմաններում բողոքի ալիքի առաջացումը արդեն դա կլինի սոցիալ-տնտեսական խթանով, թե հենց քաղաքական խթանով, էական չէ, դրան պարզապես խթան է անհրաժեշտ ու վերջ։ Այն ինչ ասում եք Իրանի պարտության դեպքում առհասարակ պատերազմի ավարտի դեպքում անկախ նրանից պատերազմում Իրանը հաղթանակ կտանի թե ոչ կամ կպարտվի թե ոչ, ընդ որում սրանք էլ են հարաբերական հասկացություններ, ինչ է նշանակում հաղթանակ, որն է Իրանի դեպքում հաղթանակը եւ որն է պարտությունը, անկախ ամենից պատերազմից հետո Իրանը բախվելու է ճգնաժամերի ու այդ ճգնաժամին պետք է դիմակայի։ Նամանավանդ եթե շարունակվում է այս համակարգը գործել, շարունակում է գործել նույն տրամաբանությամբ կամ ավելի կոշտ, հետեւաբար այն զանգվածը, որը Իրանի ներսում կա եւ որը դժգոհ է այս համակարգից, բնականաբար այդ զանգվածի համար պարզապես խթան է անհրաժեշտ լինելու, որպեսզի դուրս գա բողոքի ալիքի։ Օրինակ քրդական գործոնը, որ էլի հիմա շրջանառում Քրդական գործոնը կարծես հենց հիմա են փորձում ակտիվացնել, գիտենք, որ իրանական քրդական նահանգներում կար այդ խնդիրը, քրդական անջատողական զինյալ խմբերի, իհարկե դա երբեք չի ունեցել այն դրսևորումները եւ մասշտաբը, ինչ օրինակ եղել է տարածաշրջանի այլ երկրներում, որտեղ կան քրդեր, այս առումով դեռ պետք է հասկանալ, թե որքան ունակ են այս խմբավորումները, բայց ամեն դեպքում հիմա կոնկրետ փորձեր կան, այս մասին է վկայում ոչ միայն մամուլի, այսպես հայտարարությունները իրենց տարբեր աղբյուրներին հղումով, որ քրդերին զինելու փորձ է կատարվում, այլ նաև երբ որ նայում ենք հարվածների տրամաբանությանը ու թիրախներին։ Այս օրերին շատ ակտիվորեն իսրայելի-ամերիկյան հարվածների թիրախում են Իրանի քրդաբնակ շրջաններում սահմանային ուղեկալները, ռազմական ենթակառուցվածքները, ոստիկանական ենթակառուցվածքները, այսինքն կոնկրետ այս սահմաններում անվտանգային վերահսկողությունը թույլատնելու ջանքեր են գործադրվում, որպեսզի հնարավորության դեպքում այդ քրդական անջատողական խմբերը ակտիվանան եւ առնվազն խոչընդոտ ստեղծեն, խնդիր ստեղծեն, նոր ճակատ բացեն իշխանության։ Ռազմական հասկանալի է, ոստիկանական բաժանմունքներին ինչու են։
Սա էլի մի քանի ասպեկտ ունի, առաջին հերթին հենց ներքին կայունությունը թույլատնելու համար ու նաև թեկուզ եթե դիտարկենք հենց նույն ցույցերի համատեքստում, հավանական ցույցերի դեպքում ռեսուրսների նվազ լինելու եւ ռեսուրսների ջլատված լինելու խնդիր առաջացնելու համար։ Փակ է նաև Իրան-Թուրքիա սահմանը։ Որոշակի խափանումներով էլի, ինչպես Հայաստանի դեպքում էր գործում, այսինքն նույն տրամաբանությամբ է։ Այս պահին դժվար է ասել, չէ՞, ուն են տանում այս գործողությունները, հանգելու թե հակառակը։ Այո, իհարկե շատ դժվար է կանխատեսել, թե ինչ է լինելու, բայց կարծում եմ այս պայծրությամբ դեռևս չի երևում, որ գործողությունները գնում են դեպի հանգում։ Ընդհակառակը դրանք դեպի շարունակականության են տանում։ Հայաստանի կեցվածքը ինչպեսին կգնահատեք։ Կարծում եմ այս պայծրությամբ Հայաստանը փորձում է հնարավորինս այսպես չեզոք կամ բալանսավորված առնվազն քաղաքականություն ունենալ։ Ես չեմ կարծում, թե այս պայմաններում մենք ունենք ավելին անելու հնարավորություն կամ կարողություն, ինչ որ Հայաստանից այլ ակնկալիքներ։ Իհարկե, այս առումով չեմ կարծում դա ինչ որ խնդիր է ու հավելյալ շատ բարոյական։ Ամեն դեպքում Հայաստանի համար այս իրավիճակը բնականաբար եւս խնդրահարույց է եւ մեզ վրա իսկապես ազդում է ընդորում բոլոր ասպեկտներում է ազդում, բայց մեր ունեցած լծակները այս իրավիճակի վրա ազդելու բնականաբար չկան կամ շատ քիչ են։ Միանշանակ, քանի որ Իրանը մեր առևտրային կարևոր գործընկերներից է, առաջնային գործընկերներից է ու առնվազն տրանզիտ երկիր մյուսների հետ։ Այո, եւ տրանզիտ երկիր ընդ որում մեր ունեցած երկու բաց սահմաններից մեկն է, այս առումով բնականաբար մեզ համար շատ խնդրահարույց է պարզապես ունենալ մեկ սահման, եթե այս սահմանը ինչքան շուտ ավարտվի, այնքան մեր շահերից։ Միանշանակ, ինչքան շուտ ավարտվի, այնքան երկրորդ ինչպեսի իշխանություն կամ ինչպեսի Իրան կլինի պատերազմից։ Ինչպեսի Իրան կլինի պատերազմից հետո, այո, սա կարևոր հարցն է, այստեղ այս հարցը կարևոր է նաև Միացյալ Նահանգների վերջնանպատակների համատեքստում, որն է այն Իրանը, որը նրանք ցանկանում են, այսինքն համակարգի տեսանկյունից, այլ առումով մեզ համար հասկանալի է, թե ինչ Իրան են իրենք ցանկանում։ Իրենք ցանկանում են ներուժ չունեցող Իրան, ռազմական ներուժ, միջուկային կարողություններ, տարածաշրջանային հավակնություններ չունեցող Իրան, որը իրենց շահերին մարտահրավեր չի նետի այս տարածաշրջանում, թե Իսրայելի, թե Միացյալ Նահանգների, բայց համակարգի մասով իրավիճակը մի փոքր ամենուր հակասական է, այսինքն ամենուր Թրամփից տարբեր հայտարարություններ ենք լսում ու հասկանալի չէ, ի վերջո իրենք պատրաստ են այս համակարգը ընդունել, թե գնալու են մինչև վերջ ու փորձելու են հենց այս գործողությունների շրջանակներում հասնել համակարգի փլուզմանը, թե պարզապես կբավարարվեն նրանով, որ համակարգը բախվի այնպիսի ճգնաժամի, որ պատերազմից հետո արդեն գնա աստիճանական քայքայման։